Բարև սիրելի հետևորդներ, այսօր մենք կքննարկենք Հայաստանի հավաքականի անցկացրած 4 խաղերը և ինչ արդյունքի հասանք մենք այս 4 խաղերում։ Խաղերից կարող ենք տեսնել, որ մեր թիմը դեռ հստակ 100%-անոց պատրաստ չէ մասնակցել աշխարհի առաջնությանը և շանսերը շատ մեծ են, որ այս տարի նույնպես չեն մասնակցի, բայց չպետք է կոտրվել, մենք քիչ, բայց ունենք շանսեր և պետք է ամեն ինչ անենք գոնե երկրորդ տեղ գալու համար։ Մենք 4 խաղերից վաստակել ենք 3 միավոր, այս պահին կտեսնեք դուք, թե ինչ տեսք ունի մրցաշարային աղյուսակը։ Մենք վերջին 5 խաղերում ունեցել ենք ընդամենը 1 հաղթանակ, որը շատ վատ արդյունք է։ Իհարկե, հավաքականները բարձր մակարդակի են, բայց մենք չենք կարող այդ ամեն պատճառ հանդիսացնել և ասել, որ այդ պատճառով էլ մենք 5 խաղում ունեմ ենք 1 հաղթանակ, բայց իհարկե նաև չենք կարող ասել, որ նոր մարզչի փոփոխությունները չեն նկատվում, նա մեծ փոփոխություններ է կատարել հավաքականում և անզեն աչքով էլ երևում է հավաքականի գրանցած աճը։ Եվ այնպես չէ, որ մենք զուրկ ենք լավ խաղացողներից, ուղղակի պետք է ավելի տքնաջան աշխատենք, որ գոնե Բուլղարիայից կորզենք 3 միավոր։ Իսկ դուք մի մոռացեք դնել լայքերը և բաժանորդագրվել ալիքին, որ առաջն է իմանաք ֆուտբոլային լավագույն նորությունները և քննարկումները, այդ ամենով կօգնեք համ ինձ, համ հավաքականին։